1000 եկավ գնաց, մեկը դուրս չեկավ, իմն էսպես է գրած, ամեքին բիցավ, մեկ եկավ գնաց, սեբեր ոնց մուրը, մնի քիթը կոկոշ, մնինը ծուրը, դե ինձ ասա պապ ջան, որնա դուրեկան, որի հետ կապեմ կյանքի սապագան, դե ինձ ասես, այնա շապատ վեստերին էլ էին գալի են ծերին էլ, ենքան եկել էին գնացել, զահալեց գնացել էր, Լորուտեցի գեղեցկուհին փեսացուների հարցում բծախնդիր էր, մեկը կարճ էր, մյուսը նիհար, երրորդը գլուխ գովան, չորրորդը շատ լուր, հինգերորդը չափից շատ խոսող, ամեն եկողին փութ ու կոտ էր դնում ճանապարհում, այսպես եկան գնացին, մինչև թե ինքը հոգնեց, թե տանեցիները, վերջում որոշեց, ով էլ գա հայ ասելու։ Ոչ մեկին էլ չվան սաղորը նեղացնում էին, մի հատ մորքուր ունեի, կանչում էր մամաս, ասում էր, ալո ջան, ալվարդեր ալո ջան, լաուրին ուզողներին եկեք չես գալ, տենանք սեսովքեր են, դա տենանք ինչ ենք անում, գալիս էին, հետո ես չի ասում, գնում էին, այս մորքուրս իրամարդը կռվում էին մորս հետ, ամեն օր կանչում ես գրը գալիս են գնում ենք, էլ չկանչես, ինտենց կռվում էին էլի, հետո մերս մի վերջը երբ տեսամուսնանա, ասի զզվացի կարտեն, սանձ հետո ով կա հատեմ աս, և անեք է հայմաս թող բոլորն էլ իմ բախտից ունենան, ինչքան որ ես եմ իմ ամուսնու սիրելու երջանիկ եմ իրա հետ, այս տարիքում իրանց էլ նույնը կցանկանամ, թող երջանիկ ելեն, մեհ ջան դուն էլ երջանիկ ելես, են որ ասում են պաշտոն, սովորած, էսլի, են էլ չինչ սուտ բաներա, փոխադարձ սեր հարգանքը, ընտանիքի ամենա, են գրավչական բաննա, որ իրար հանդեպ հարգանք ու սերը լի։ Այո, բախտը տապանուկի պահմտոցի էր խաղացել Լաուրայի հետ, թաքնվել էր, ու երբ Լաուրան որոշել էր սրտի դուռը բացել, անգամ պատահական ու 1000 պորտը չստուգված տղայի առաջ, ուղարկեց թեկնածուներից ամենալավին։ Լյովան էլ մի լյովա էր, թեպետ քչախոս, բայց ոսկի սիրտ ու ոսկի բնավորություն ուներ։ Պաշտոն չի ունեցել, մեծ փողեր, մեծ խոսքեր էլ չի ասել, բայց իր աշխատասեր ձեռքերով ամբողջ կյանքում Լաուրային թագուհու պես է պահել։ Են մեմեն խնամխոսներ որ եկել էին, իրանց գլուխն էին գովում, բայց լյովաց իրա գլուխը չգոված դրա համար հավանեցի։ Այսինքն որ գալիս էին իրանց գովում։ Հա, էլի մենք էս կանենք, բան ինձ էլ ձեր բաները տհաճեր։ Իսկ ինքը ասա սովորական տղա եմ, սնկանոցում աշխատում եմ, ու շենդով սնկանոց էլ այլ շամլուղում, հա, ու ինձ հանգիստ էր էլի իրա հետ, զգաց ոնց որ իմ տակտիմ է, ու ես դժգոհ չեմ, եկել եմ սերով, համերաշխ, հանգիստ, ինձ ընտանիք ենք ելել, մեր իրեք բալիկներին մեծացրել ենք, ու թրցրել, ու մնացել մենակ։ Կարի ֆաբրիկայի հարյուրավոր աշխատակցուհիների մեջ կապուտաչյա գեղեցկուհի Լաուրային չնկատելն ուղղակի անհնար էր։ Բոլորից առանձնանում էր իր անսովոր գեղեցկությամբ, սլացիկ հասակով, հպարտ քայլվածքով, նազանքով ու իհարկե ժամանակի ամենամոդայիկ հագուկապով։ Ասես հենց նոր նորաձևության ամսագրի շապիկի նկարից էր դուրս եկել։ Դե այն ժամանակ տղաները չգիտես էլ որտեղից ճարում էին իրենց գյուղական փոստ հասնող տարեկան մեր մի հատ նորաձևության այդ ամսագրերից, հավաքվում թաղում ծխելու ձեռի հետ էլ ուշի-ուշով զննում գունավոր գեղեցկուհիների նկարները։ Լյովան էլ տեսել էր այդ ամսագրերն ու երբ մի օր տեսավ այդ ամսագրից, ասես դուրս եկած Լաուրային, սիրտը տեղում թողեց։ Գյուղում լուր տարածվեց, թե նախ աչքերին է սիրահարվել, բայց Լյովան հետո խոստովանեց, որ սկզբում աչքերին դեռ հերթը չի հասել։ Նախ նկատել են ամսագրերի գեղեցկուհիների հատուկ նետի պես սլացիկ կազմվածքը, բարակ մեջքն ու այնպիսի քայլվածքը, որ թվում էր ոտքը գետին չի դնում ու կակ հավին է տալիս օդում։ Որ եկել էի ասма կարի ֆաբրիկայի մոտ կանգնել էի, նայում էի լատենա միշտ աղջկես, առաջ անգամ ցույց են տվել, թե խոյերս դասում այդ մոմենտ չտեա, որ ես տենայի քո աչքերը կարող հենց աչքերից սիրահարվեի, բայց ասма որ տեսա դուրս եկար ու գնում ես ու հակից յուբկեն ասма սեղնագործած վիշիվկա յուբկա էր աստարտակից ու ղասնյաղով գործած յուբկա պատկերացնում ես հա տակից սպիտակ բանդրած այդ սիրուն ասма որ քայլելով գնում էի ասма ոչ ասի սա իրապանական ֆիգուր նատինաս թե բան կաբնին ավելա
Ավելացրած բան չկար, ինչ կար իրենն էր գյուղական բնական։ Բնությունից տրված գեղեցկություն, կապուտաչիա հմայք, երկհողու պարող, հրաշալի ձեռքեր, աշխատասիրություն, ասմունքելու սեր ու ամեն ինչ իր տեղում, իր չափով, իսկը հայտնի կինոյի կոմերիտուհին։ Բայց Լաուրի գեղեցկությունը միայն արտաքինով չէր չափվում, ամբողջական էր, բնավորությամբ, շնորհքով ու սրտի բարությամբ։ Լյովայի բախտը իսկապես բերեց, փառավորվեց, կյանքը նրանց միացրեց, իսկ սերն ու փոխադարձ հարգանքը պահեցին այդ միությունը տարիների ընթացքում։ Արդեն 44 տարի է, ինչ նրանք ձեռք-ձեռքի տված սիրով ու համերաշխությամբ ապրում են Շամլուղի ցլաքար թաղամասում, ապացուցելով, որ իսկական երջանկությունը ոչ թե մեծ խոսքերի, այլ ամենօրյա հոգատարության, հարգանքի ու միմյանց կողքին լինելու մեջ է։ 90-ականներին էլ ենք մենք լավ ապրել, այն վաղ ջահել էինք, մերի ջան, ամուսինս, որ ասում են պետ ու կրակ է, աշխատում էր է, մենակ մեզ չպահել, իմ աղբոր քուլփաթը իմ կողքին էր այդ թվերին, ստեղ բարեկամներ ունեին, երեխեք սաղորը կողքիցս վրախ չէին ըլում, այնա գնում էին գալի, մի քաղցր բան, լավ տոտամ, քաղցր մի բան, որ ուրիշ բան չսարքեի այդ մոմենտին, մեղրովը պաստայանի իմ ձեռի տակ, կանեի մի ուդլիստ, մեկի այն 4 երեսը գլազուր կանեի, այն 4 հատ երեսը փշրանք կանեի, երեխեք շատ որ էին, հավեսով ուտում էին, մեմեն էլ որ չէի հասցնում օրինակ, որ թխված կանեմ, մի քաղցր բան, գիտես չէ խաշիլի են փողինձը խարակած տնական էր, բայց խանութի առնովին գոյություն չուներ, ծորենից մենք էինք սարքել, այդ փողինձից պիստոկով բան էի անում, ու մի անգամ մտիցս չգնում, գեղական լեզով ասենք կլունջներ սարքենք երեխանցմա, այդ կլունջ բառը փոքր տղիս դուր չէր եկել, սա հենց հարավ, մամա, քեզ գեշ բան ասում, չես կարում ասես քաղցրագնդիկներ սարքել, ասի ջան ստորից հետո կասեմ քաղցրագնդիկներ։ Լյովայի ու Լաուրայի առավոտները սկսվում են մի գավաթ անուշաբույր սուրճով, մինչև վերջերս, երբ խոշոր եղջերավոր ունեին, օրը դեռ չբացված գոմում էին։ Լաուրան կթում էր, Լյովան գոմն էր մաքրում, հետո հերթը հասնում էր Հավուճիվին, այգուն ու բակին։ Միայն այդ ամենից հետո էին նստում սուրճի սեղանի շուրջ մի քանի րոպե հանգիստ շունչ քաշելու։ Հիմա առօրյան մի փոքր այլ ընթացք ունի։ Անասուններ այլևս չունեն, ժամանակն էլ կարծես ավելի շատ է։ Լյովան իր փոքրիկ արհեստանոցում փայտին նոր կյանք է տալիս իր վարպետ ձեռքերով պատրաստելով ամենատարբեր գեղեցիկ ու օգտակար իրեր, իսկ Լաուրան փայլեցնում է տունը, լցնում սերով սուրճն ու ձայն տալիս սիրելիին։ Ասում եմ կյանք արի սրճենք իրար հետ, ասում եկա դու դրու գալիս եմ, մենք սերով ենք սիրում, որովհետև մենք սերով ենք ազիզ։ Տան պատշգամբում սուրճը վայելելուց հետո Լաուրան մտնում է խոհանոց, ասում է Լյովայի սիրելի կերակուրները մսային են, բայց եթե խոսքը հասնում է իրենց այգու մատղաշ կարտոֆիլին, խորոված ու տնական յուղով համեմված, ապա այդ համին ոչ մի ուտեստ չի կարող մրցակից լինել։ Այսօր էլ հենց այդ համեղությունն է պատրաստելու, իսկ դրա համար անցնում է կարտոֆիլ մաքրելու գործին ու պատմում Լյովայի հայրական տանից բաժանվելու, իրենց տուն տեղը ստեղծելու պատմությունն ու իհարկե իրենց չտեսնված, չլսված հարսանիքի պատմությունը։ Այնքան լավ հարսանիք եմ ունեցել մերի, հավատա, երեխանց մինչև շորերս պահում եմ, գիտես։ Իմ շորերը ես մինչև ստոր պահում եմ, իմ հարսանիքի շորերը։ Շատ կարնավալներ են արել, ստեղի ջահելները եկել են ուզել են տվել են, բայց ասել եմ հետ կբերեք։ Տարել են, հակել են, դաժե մի հատ ստի մարտուն ունենք, մի անգամ ջունանուշիկ էինք խաղանում, եկավ թե Լաուր ջան, այն հարսից շորը կտած հակնեմ ջունանուշիկ խաղանեմ, ասի տղա է, բայց Սիրուն հարսանյաց սրահ կար, եկել եմ այդ հարսանյաց սրահում կեսօրս հետ, ես մի ուրիշը հավանեցի, բայց մի քիչ ֆինանսից ոնց որ բաներ ասավ, չի լիլ ես մեկը վերցնենք, ասում մամ ջան, որը կասես են էլ վեր կունենք։ Հեշտ էիք մամ ջան ասում, ժամանակին հարցները չեն ուզում։ Չէ, ես եկել եմ, թե չէ նա մամա եմ ասել, հետո էլ ջանն էլ հետն եմ ասել, որովհետև դա մեր ոչ թե ինչ որ ասեմ շողոքորթելու համար ջան կամ ինչ, բարբարի մեջ մեր, անկախ մեր կամքից, եթե ասել ենք մեր տանը, իմ մամային էլ մամ ջան, պապ ջան, ապեր ջան, քուր ջան, այս տենց ենք, ջանով ենք խոսացել ու դա իմ մեջ նստված կայել էր, որ պիտի ջանով խոսամ, այդ տենց այլ ասի ջան, առիթների վաղտը, միշտ էլ կեսրազա, Լաուրա ջան, լա մի բան ասա, ասի ասեմ,
որն ասեմ, հետո ասել եմ, զարմանալի, հնամենի, հիանալի երկիր, Վանածովի, Վայոց ձորի, Արարատի երկիր, շատ ես տեսել անկոչուրեր, հյուրասեր ես, բայց շատ, Հայկի, Դավթի, Արտաշեսի և Վահագնի երկիր, անսեր դարում սեր երկեցին, Քուչակ, Սայաթնովա, Ֆրիկն էլավ ընդեմ աստծո թոնդրակեցին ելավ, Ելավ, տարոն, զեյթուն, սասուն և սյունիքը ելավ, Մարսպետունու պահլևանու, Դավիթ բեկի երկիր, Քոմեց եղբոր մեծ օրհնության, հասար փարքին քոմեց, Օրին օրհնեց Աբովյանը և Թումանյանն օրհնեց, Ելավ Տերյան, նոր աստղագետ, զույգ վարպետներ, Չարենց, Միասնիկյանի, Բաղրամյանի, Շահումյանի երկիր, շատ եք գլացել, շատ եք թախծել, հիմա ցնծա երկիր, խաղաղության, երջանկության, անմահության երկիր։ Տիկին Լաուրան չափազանց հուզական ու անսահման հայրենասեր կին է, իր համար հայրենիքը պարզապես ծննդավայր չէ, այլ արմատ, հիշողություն, կյանք ու ճակատագիր, ասում է հայրենի հողը զավակից էլ թանկ է, որովհետև հենց այդ հողն է զավակներ մեծացնում, ընտանիքներ պահում ու սերունդներ դաստիարակում, երբ Աղթալան ու Շամլուղը դատարկվում էին, մարդիկ մեկը մյուսի հետևից հեռանում էին, Լաուրան ոչ միայն գնալու մասին չէր մտածում, այլ ավելի ամուր էր կառչում իր հողից, երբ ուրիշները քանդում էին իրենց փուռը ինքը հաց էր թխում, երբ ծառերն էին կտրում ինքը նոր այգի էր հիմնում, ամեն տնկած ծառով, ամեն թխացածով, ամեն մշակածակոսով կարծես մի բան էր ուզում ասել, այս հողը դեռ ապրում է, քանի դեռ մենք ապրում ու սիրում ենք նրան։ Չէ, առիթ էլ որ ասել են գնանք, չիմ գնում եմ, բան, ասել եմ Աստված ձեզ հետ գնացեք աշխատեք, փողերը կգրկեք իմ մոտ։ Ես չեմ գալի, ես չեմ գնա, չեմ կարալ, Մերի ջան, ես ուստեղ չեմ կարալ։ Իրանց եմ ասել եմ տղերանց հետ վեկալ գնա խոպան, աշխատեք, իրանք կարան էլի ոտի հիմքից, տուն վերցնեն, պատնել պատեն, ռեմոնտել անեն, սարքեն, դրով, պատուանով, կրիշով, չիմ իրեք իմ տղամարդիկ, իմ տղերքը ու իմ լվան կանեն, բայց հենց հասել են տեղ, որ մի հատ մեզ ճաշե փողա պետք է դու էլ արի, ասել եմ չէ, ես չեկա։ Լաուրան արագ մաքրում է մատղաշ կարտոֆիլը, լվանում խնամքով դասավորում վառարանի մեջ, ու մինչ վառարանը տաքանում է, նա մտքով տարիներ հետ է գնում։ Հիշում է այն օրերը, երբ տունը լի էր զավակների, հարսների ու թոռների ձայներով, սեղանը մեծ էր, բայց էլի փոքր էր թվում, որովհետև բոլորը միասին էին նստում ծիծաղով, զրույցով ու ջերմությամբ։ Այսօր տունն ավելի լուռ է, բայց այդ հիշողությունները դեռ ապրում են։ Առիթ ենք ունացել, չէ հավաքվել են քուլփաթես, ես նստել եմ, հարցներիս ասեք ուխնին ձեռնա, ինչ ուզում եք արեք, իրանց հաճույքով, մեկը սալաթա սարքել, մեկը սեղանի բլյուդյաններն սարքել, ինձ հասած էր, որ մուչև իրանց հավաքվել է տոլմեն փաթաթել եմ, ձուգաղ դնեմ խոսքի, լավ սարքեմ, անեմ, միսը խորովածի անեմ, ինչ անելու արել եմ, բայց որ հավաքվել են, ես թագուհ եմ ինձ զգացի իմ հարցները չիմ արել են, դրել են, հավաքել են ու գնացել են, այդպես ինչ եմ գրել, մենակությունից եմ գրել, մի երկու օր առաջ եմ գրել, իմ թանկ բալիկներ, ինչու գնացիք, ձեր ծնողներին մենակ թողեցիք, կյանքը անցնում է մի օրի նման, ուզում եմ լինեք մոտս անպայման, կարոտում եմ ձեզ, ասա ինչ անեմ, սրտից չեմ կարում, ես կառավարեմ, կգա ժամանակ, երբ դուք մեծանաք, չեմ ուզի երբեք իմ ցավը զգաք, ծերանում ենք մենք, ձեր ձերքի տված, անցնում մեր ճամփան սիրով լցված, կգա ժամանակ, երբ մենք չլինենք, կյանքը հավերժ չէ, հանկարծ չտխրեք, ապրեցեք ուրախ, եղեք երջանիկ, ամուր պահեցեք տուն ու ընտանիք։ Բայց որ ասես չեն գալի գնում, էլ եմ ասում, տենց ամիս չկա, որ գոնամ, հետ չգան, չհավաքվեն, չտենա, բայց որ սավորեմ միշտ քուլփաթլի կողքս բան, այս վերջի 2 տարին վաբշե, որ պուճուր տղես ընտանիքով գնաց, կարոտում եմ այն օրերին, որի գունը հավաքվում էինք, թորնիկս Մայքլ Ջեքսոն էր պարում, ես իմ ինչ ռեպեր էր կարդում, պուճուր թորս, ուրախ անցեք կենում այդ օրերը։
Բայց մի որ մոտից չեն կարոտում եմ այդ օրերին մենք։ Կարոտալի մտքերը մի կողմ թողնելու համար տիկին Լաուրան կատարում է իր խոստումն ու մեզ ցույց տալիս կյանքի ամենաթանկ հիշողություններից մի քանիսը։ Զգուշությամբ հանում է հարսանեկան զգեստը, տարիների հոտն իր մեջ պահած հարսիքողն ու լաքապատ բարձրագրուն կոշիկները, որոնցով տարիներ առաջ քայլել էր դեպի նոր կյանք։ Հետո ժպիտով խոստովանում է պահել է նաև Լյովայի վարդագույն վերնաշապիկը, որը նա հագել էր հենց հարսանիքի օրը։ Տարիներն անցել են, նոր հագուստներ են եկել ու գնացել, բայց հարսանեկան զգեստը մնացել է իր պատվավոր տեղում։ Տատի ասում իսկան պուճի կեսել է, իսկան թորներից ոչ մեկին մեջքը չեղավ։ Աղջիկ թորներից, ասում մեր մեջքը այդքան բարակ չտատի։ Այ ինձ։ Հարսանեկան հագուկապից ոչ պակաս խնամքով Լաուրան պահում է նաև հարսանեկան լուսանկարները, այն ժամանակ ուրիշ ժամանակներ էին։ Մոդա էր, որ յուրաքանչյուր տան պատվավոր անկյունում լիներ մեծ ընտանեկան ալբոմը, որտեղ տեղ էին գտնում բոլորը՝ բանակային ընկերները, հարազատները, ամբողջ գերդաստանը, հարևանները, անգամ այն բարեկամը, որ հարսանիքին մի ափսե քաղցրավենիք էր կերել ու մինչև վերջ չէր էլ մնացել։ Ալբոմում կային նաև ծովափնյա նկարներ, դե իհարկե լողազգեստներով։ Հիմա այս հին լուսանկարները պարզապես նկարներ չեն, դրանք մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն են, երիտասարդության, սիրո, ընկերության ու այն հին ժամանակների ընտանեկան ջերմության մասին։ Այս մեծ քուրս է, իր կեսօր ու իր երեխանց հետ, իր երեխեքն են։ Էսով է սիրում բարեկամը։ Իր երեխին է, տղին է։ Նկարներ են, այս վայ քերինա ու քերեկինա։ Իրանց երեխեքն են։ Սա մեր հարսանիքից կադրել։ Ու գիտես ես որտեղ է ելել, այս նկարները մեծամասամբ Աթան, մեր պապա աղբյուր ունի, Վարդևանի աղբյուր են ասում, աղբյուրի մոտ է հարսանիքից մի դրվագը ելել, լորուտից ինձ վերցրել են, գնացել ենք Աթան պապի հուշ աղբյուր, ընդեղ նշել ենք, դա էլ է մուրազ ելել, թե նպատակ ելել, թե ինչ, չեմ մոռանում, որ այս շորերով այդ մի քիչ էլ ցխոտոր էր, այդ բանում աղբյուրի կողքին մանեի, բան վերջին դեղին, այս պապի աղբյուրն է, այ պապի աղբյուրի կողքին ես ու Լյովան կանգնած նկարվել ենք։ Նկարներ, բայց տիկին Լաուրան մեզ ավելի արժեքավոր գանձեր ունի ցույց տալու, իր ձեռքով գործած խալիները։ Տարիներ առաջվա այդ աշխատանքները մինչև օրս զարդարում են տունը, իրենց մեջ պահելով նրա շնորհքն ու ձեռքերի ջերմությունը։ Ես իմ տղին 2000-ը գրածա, ուղարկել եմ բանակ, այս գորգին եմ գործել, որ զբաղվեմ, միջև հետ գա։ 2 տարում գործել։ Հա, իսկ այն մյուս տղին ուղարկել եմ կեսը բանի տակաբան, բայց էլի ես էլ գործել եմ երկրորդ տղիս ժամանակ, որ հետ գա, նա թիվը էլի գրածա, այն 2003-ին եմ ուղարկել բանակ։ Հարցնում ենք այսքան շնորհքով, պեծի կտոր, ուրախ ու զվարթ բնավորությամբ ստեղծագործելու ու ասմունքելու տաղանդը որտեղից է գալիս։ Լաուրան ժպիտով ասում է, ձեռքի շնորհքը հայրական կողմի տատից է ժառանգել, իսկ ասմունքելու, ստեղծագործելու ու կյանքը սիրով լցնելու տաղանդը ծնողներից։ Արյունից հետ է եկել։ Արյունից հետ էլ եմ ասում, մամաց, պապաց հետ երկող, պարող, ախ, Երանի նորերին, էլ եմ ասում, ոնց էին ճամբարի փետես կողմեն կողմ կանգնած երկում, թամ դուն են, լախչիկ ես նանան, պապաներ ասում, դամ դու էլ տղա ես երկում էին տեն, հետո ուրիշ երկեր էին շատ երկում, ախ, Երանի նորերին, չկան, անցան, պատմության գիրկը։ Tip. Ay, tipo. Արի tipo ջան։ Ծրվել են մեր թողենել էլ արդեն չեն գալի տնմի։ Tip. Հա, թուղսը ոնց ասում են, մեր թող է անում, բայց ինքն իր ձագերին երբեք չի մոռանում։ Ինչ էլ անի, ուրելինի միտքը միշտ նրանց հետ է։ Մայրական սիրտն այդպիսին է, հեռու լինեն, թե մոտ երեխաները միշտ իր մտահոգությունների ու անսահման սիրո մեջ են։ Լաուրան էլ միայն կարոտով չի հիշում իր զավակներին, այլ գործով է ցույց տալիս սերը։ Մառանն է լցնում մի բանկահամով մուրաբա, մի շիշ տնական կոմպոտ, պատրաստ պահում, որ ժամանակը գա ուղարկի իր սիրելիներին, իսկ երբ հյուր են գալիս, առաջին ուրախությունը նրանց հյուրասիրելն է։ Դավիթ ջան,
Այստեղ մի քիչ անհարմար վիճակա, բայց այս նոր են փագե 5 հատ մալինի կամպոտ, մթան մեջ երևում է։ Այս տարի են փագել, բանա, գիլաց են փագել, ես իմ մալինա են փագել, սմարոդինա են փագել, տարբեր բաներ, ազիս։ Այդ կուրս տարվա փագածներն է, ստոնք էլ հլա դեր չեմ դրել։ Ըստ էլ հերվանուց սայ դեր հին պահոցներից մնացել է, մոշեր կա, հոն կա։ Հետո շփշփալով սեղան է բացում տիկին Լաուրան իր համար սա սովորական գործ է, որովհետև այդպես է մեծացել, այդպես է ապրել։ Սկեսուրն էլ Լյովան էլ նույն բնավորության մարդիկ են եղել, դուռը բաց, սիրտները ավելի բաց։ Նրանց տանը միշտ մի կտոր հաց է գտնվել հյուրի համար, ճանապարհից անցնողին տուն են կանչել, նստեցրել սեղանի շուրջ, հաց են կիսելու, ջերմ խոսք տվել։ Տիկին Լաուրան էլ այսօր նույն ձևով է շարունակում սեղանը բացում, ջերմ ընդունելության արժանացնում բոլորին։ Օջաղից է գալի մի քիչ էլ ամեն ինչ, չէ։ Ձեր հայրական տանն էլ էր տեն։ Հայրական տանս էլ էր տհինց։ Մամաս ոբշե փռում որ հաց էինք թխում, չէ։ Տակ հացը գյուղսովետի նախագահը մեր հոր եղբայրները Ստեփանյան Ռևաս։ Ուրեմն մեկ էլ տենեինք ռես իրանց են ինչ այն որ ձեներ տալին դովար այդ տվողնեն խչրուանով ինչ ասեին։ Իծև իրանուն ասին։ Զարիկ էր այդ կնգանում մեկ էլ տենեինք Ռևաս բիձին ղրգելա։ Հացի հոտը թաղով մին է սարել տիկին Լուսինե խիչ ես հաց ուղարկում։ Խեղճ մամաս հիշում եմ քորանամ ես բանով։ Էլ հացերներ իրար վրա դնում, էլ թթուն կարմիր ենք խալամի թթուն։ Այդ դխովկենացած կարտոշկա որ փռի մեջն էին վերջմատում։ Սումկեր սարքում գրգուն գծով է տան առաջն է էլի մոդիկերը դիմես։ Որ գյուղապետարանում հյուրասիրում։ Հա, որ հաց տենտեղ։ Իտել դրվածից այդտեղ։ Վերջապես տապակվում է նաև կարտոֆիլն ու խոհանոցը լցվում է անուշ բույրով, իսկ Լաուրան մի քանի օրվա հացն էլ նորից տաքացնում է դարձնելով ավելի խրթխրթան ու համեղ։ Սեղանն արդեն բացված է, պարզ, բայց հարուստի ջերմությամբ։ Տնական համեր, բարի խոսք ու ջերմ մթնոլորտ, վերջապես մեզ է միանում նաև տիկին Լաուրայի սիրելի Լյովան, որ նկարահանվել այդքան էլ չի սիրում ու այդ հարցում էլ իր տեղը զիջում է սիրելիին։ Այդքան վարդ խոսում էր, մի կենաց վախնեկավ չես կարում Համաչում եմ, այսքան խոսալ չի լիլ, այսքան արտասանիլ չի լիլ։ Հայ ազգը թող խաղաղություն տենա, թող հաջողություն տենա, թող մեր աշխարհին խաղաղությունը լի, զինվորին էլ հանգիստ ծառայություն, որ բոլոր երեխեքը առողջ գնան, խաղաղ երկնքի տակ ծառայեն ու վերադառնան տուն, ոնց որ իմ հրաչս Ձմեռը գալու է, մերնեմ նրա ջանին։ Եվ այսպես ավարտվում է մեր հանդիպումը տիկին Լաուրայի ու նրա համեստ, բայց մեծ սրտով ամուսնու Լյովայի հետ։ Մի օջախում, մի փոքրիկ անկյունում լքվող շամլուղում նրանք կարողացել են պահել ամենակարևորը՝ ընտանիքի ջերմությունը, տան շունչը ու մարդու հանդեպ հավատը։ Նրանց դուռը միշտ բաց է եղել։ Բաց է եղել ոչ միայն հյուրի, այլև բարության, մարդկության, ջերմության ու անկեղծ շփման համար։ Այսօր էլ նրանք մեզ ներս թողեցին իրենց տուն, իրենց առօրյա, իրենց հիշողությունների ու ապրումների մեջ, վստահեցին, կիսվեցին, պատմեցին ու մի քանի ժամ նվիրեցին մեզ ցույց տալով, որ ամենամեծ հարստությունը մարդն է, նրա սիրտը ու իր ապրած ճանապարհը։ Շնորհակալ ենք տիկին Լաուրա եւ Լյովա այս ջերմության, այս անկեղծության ու այս գեղեցիկ հանդիպման համար։ Շնորհակալ ենք, որ թույլ տվեցիք մի փոքր զգալ ձեր տան խաղաղությունը, ձեր օջախի ջերմությունն ու այն պարզ երջանկությունը, որը հաճախ ամենաթանկն է լինում։ Թող ձեր տունը միշտ շեն մնա, ձեր սեղանը բաց, ձեր սրտերը նույնքան բարի, իսկ շամլուղի այս փոքրիկ, բայց մեծ հոգի ունեցող օջախում միշտ ապրի այն լույսը, որ դուք այսքան տարիներ պահել եք։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր
օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։